կաղաչեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ, սուրբ Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանիք այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալ է։ Ամեն։ Եվ Եբրայեցիս 9:22 համարի մեջ կարդում ենք հետևյալը, եւ առանց արյուն թափվելու թողություն չի լինի։ Առանց արյուն թափվելու թողություն չի լինի։ Մարդկության պատմության մեջ առաջին զոհ կատարողը եղավ Հայր Աստված Եդեմի պարտեզի մեջ, եւ անհնազանդության պատճառով մարդը Աստծո փառքից ընկնելով ամանչեց իր մերկությունից, վախեցավ Աստծո սուրբ երեսից եւ հավիտենական բաժանման ու դատապարտության համը առավ։ Բայց գիտենք, քանի որ աստվածային սերը ավելի մեծ եղավ, Աստված կաշվե հանդերձներ հարցրեց, որպեսզի նրանց ամոթը ծածկեր։ Թեև նրանք փորձեցին իրենց թզենու տերևներով ծածկեին, բայց ապարդյուն։ Ինչու՞, քանի որ իրենց մեղանչումը Աստծո դեմ էր։ Ուստի անհրաժեշտ էր աստվածային միջամտություն եւ կաշվե հանդերձներ պատրաստելու համար անհրաժեշտ էր կենդանու մահ կամ զոհ։ Եվ սա տեսնում ենք որպես առաջին զոհաբերության պատկերը, որը նախանշում է կամ ցույց է տալիս մեղքի քավությունը։ Սա Քրիստոսի նախապատկերն էր, ինչպես որ Աստված ծածկեց Ադամի ու Եվայի ամոթը, այնպես էլ Տեր Հիսուսի զոհը ոչ միայն ծածկեց մեր մեղքերի բազմությունը, այլ նաև լվաց, մաքրեց, սրբեց եւ մեզ նոր արդարության հանդերձներ տվեց։ Ինչպես որ կարդում ենք Հռոմեացիս 13:14-ի մեջ, հապա ձեր վրա հագեք Տեր Հիսուս Քրիստոսին եւ խնամք մի տանեք մարմնի ցանկությունների համար։ Ուրեմն այս բոլորը Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն էր, որ Տեր Հիսուս պիտի աշխարհ գար, որպես աշխարհի Աստծո գառը, որ պիտի վերցներ աշխարհի մեղքը։ Ուրեմն, սիրելիներ, զոհի կամ զոհասեղանի խորհուրդը Հայր Աստծուց եկավ։ Եվ այդ գեղեցիկ արարողակարգը կատարվեց մինչև Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ինքը պիտի աշխարհ գար եւ իր սուրբ արյունով զոհը պիտի դառնար։ Եբրայեցիս 9:12-15 համարները այսպես են կարդում։ Եբրայեցիս 9:12-15 Ոչ այլ նոխազների ու զվարակների արյունով, հապա իր արյունովը մեկ անգամ սրբարանը մտավ հավիտենական փրկություն ստանալով։ Վասնզի եթե ցուլերի եւ նոխազների արյունը եւ երինջի մոխիրը սրսկվելով պղծյալները կսրբեր մարմնի մաքրությանը կողմանե, ալ որ չափ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգիի ձեռքով իր անձը անարատ պատարակ մատուցանեց Աստծո, որպեսզի սրբե ձեր խշմտանքը մեռած գործերեն կենդանի Աստվածը պաշտելու։ Այսօր համար ինք նոր ուխտին միջնորդն է, որպեսզի իր մահը առաջին ուխտին ժամանակը գործված հանցանքներուն քավությանը համար եղած ըլլալով հրավիրվածները հավիտենական ժառանգության խոստումը առնեն։ Ամեն։ Սա Տիրոջ խոսքն է։ Ուրեմն, երբ ետ են գնում հին ուխտի մեջ սիրելիներ, Աստված ելից 27-րդ գլխի մեջ Մովսեսին պատվիրում է, որպեսզի զոհասեղան շինի։ Զոհասեղանը պետք է լիներ քառակուսի, այնտեղ 5 կանգուն է տալիս, ուրեմն սա մոտավորապես 2.5 մետրը 2.5 մետրի վրա, մեծ սեղան էր։ Այդքան էլ մեծ չէր, համեմատած Սողոմոն թագավորի կառուցած, որ 20 կանգուն էր Սողոմոն թագավորի կառուցած զոհասեղանը, բայց
Մովսեսին այդպես պատվիրեց Տերը։ Բարձրությունը մոտ 1.5 մետր էր լինելու։ Եվ հետաքրքիր մի բան ենք տեսնում, ինչպես որ նկարի մեջ եք տեսնում, սա սատիմի փայտից պետք է լիներ։ Սատիմի փայտը կամ սատիմի ծառը անապատային ծառ է։ Ինքը շատ մեծ ծառ չի, բայց անապատի այդ թե քամիներին, թե փոթորիկներին, թե արևին դիմացող եւ ամուր ծառ էր։ Ուրեմն սատիմի փայտը ամուր էր, դիմացկուն էր փտելուն եւ միջատներին։ Աճում էր անապատային շրջաններում եւ կարող էր երկար տարիներ պահպանվել։ Եվ այստեղ դարձյալ տեսնում ենք Տիրոջ խորհուրդները։ Գիտեք, Աստված երբ որ ինչ որ բան էր պատվիրում, ամեն բան խորը խորհուրդով էր պատվիրում։ Եվ դարձյալ որպես զոհասեղան տեսնում ենք հայտ եւ Տերը պատվիրեց, որպեսզի ամբողջությամբ պղնձապատվեր եւ 4 եղջյուրներ դուրս պիտի գար այդ զոհասեղանից։ Ինչպես նաև ձողեր կար, որպեսզի այդ ձողերով կարողանային վերցնեին եւ երբ որ Իսրայել ժողովուրդը շարժվեր, կարողանային տեղափոխեին այս սեղանը։ Ուրեմն այս զոհասեղանը շատ կարևոր էր Իսրայել ժողովրդի համար, քանի որ իրենց զոհերը բերում էին քահանայի մոտ եւ այս զոհասեղանի վրա պիտի մատուցեին, որպեսզի իրենց մարմինները մաքրվեր պղծությունից, ինչպես որ կարդացինք Եբրայեցիների մեջ։ Ուրեմն զոհասեղանը ուներ 4 եղջյուր, որոնք անմիջապես դուրս էին գալիս զոհասեղանի 4 անկյուններից։ Ոչ թե առանձին բերել փակցրել էին այդ եղջյուրները, այլ անմիջապես մեկ կտորով կարծես պատրաստված լիներ այդ 4 եղջյուրները։ 4 եղջյուրների մասին կամ առհասարակ սիրելիներ եղջյուրի մասին շատ հաճախ հանդիպում ենք Սուրբ Գրքի մեջ մի քանի տեղերում։ Եղջյուրները ցույց են տալիս զորություն, իշխանություն, հաղթական կյանք, թագավորություն եւ ամենակարևորը ապաստան եւ ողորմություն։ Ուրեմն Իսրայել ժողովրդի համար այս զոհասեղանը շատ կարևոր մի բան է։ Առաջի թագավորաց 2:1-ի մեջ Աննայի հայտնի աղոթքը այսպես են կարդում. Իմ եղջյուրս Տիրոջմով բարձրացա։ Աննան գիտենք, որ տարիներ շարունակ երեխա չէր ունենում, երբ որ հղիացավ, գնաց Տիրոջ առջև եւ այս աղոթքը արեց։ Այստեղ Աննայի աղոթքը ցույց է տալիս կամ եղջյուրը խորհրդանշում է զորություն եւ պատիվ։ Իմ պատիվը Տիրոջմով բարձրացա։ Տերն է իմ զորությունը։ Սաղմոս 18:2 Անիկա իմ վահանս ու իմ փրկությանս եղջյուրը ու իմ բարձր աշտարակս է։ Ցույց է տալիս փրկարար ուժ, որ ամեն ժամանակ Տիրոջը պիտի վստահեն։ Ղուկաս 1:69 հայտնի Զաքարիայի մարգարեությունը Տեր Հիսուսի համար մեզ փրկության եղջյուրը հանեց իր Դավիթ ծառայի տունեն։ Ուրեմն Տեր Հիսուսի մասին էլ այս մարգարեությունը կա որպես եղջյուր, բարձրացող եղջյուր։ Դանիել 7-րդ գլխի մեջ, 8-րդ գլխի մեջ խոսում է թագավորությունների մասին, եղջյուրների մասին, որոնք ցույց են տալիս թագավորությունները, ինչպես նաև հայտնության մեջ։ Երրորդ թագավորաց առաջի գլուխ 50-ից 53 համարների մեջ հանդիպում ենք Դավթի որդիներից մեկին, Ադոնային, ում սիրտը հպարտացել էր եւ ինքը իրեն թագավոր էր հռչակել։ Բայց երբ իմացավ, որ Սողոմոնն է թագավոր, վախեցավ Սողոմոնի երեսից եւ կարդում ենք, որ գնաց եւ զոհասեղանի եղջյուրներից բռնեց։ Եվ այնտեղ Սողոմոնը իրեն ողորմեց։ Ուրեմն սա ցույց է տալիս ողորմություն կամ ապաստանի ստանալ։ Ուրեմն տեսնում ենք, որ Աստված տվեց այս զոհասեղանը, որպեսզի մարդիկ մոտենային այդտեղ իրենց անելանելի վիճակների համար։ Քանի որ այդտեղ Տիրոջ ներկայությունն էր, որ կարող էր իրենց ներել, թողություն տալ եւ ողորմություն ստանային Տիրոջից։ Այս 4 եղջյուրները նաև ցույց են տալիս իրեններ աշխարհի 4 անկյունները։ Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, որ Տիրոջ ողորմությունը, Տիրոջ փրկարար
ուժը, զորությունը եւ Տիրոջ փրկությունը հասավ աշխարհի 4 անկյուններ։ Ինչպես որ կարդում ենք մեր հայտնի համարը Հովանու 3:16-ը, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Ուրեմն նաև այստեղ մի կարևոր բան կար։ Երբ զոհին բերում էին զոհասեղանի մոտ, կարդում ենք, որ կապում էին զոհին։ Կապում էին, որպեսզի զոհը չընկներ զոհասեղանի վրայից։ Սա դարձյալ կարևոր բան էր։ Սաղմոս 118:27-ի մեջ հետևյալն ենք կարդում։ Սաղմոս 118:27։ Տերը Աստված է եւ լույս կցուցներ մեզ, զոհի անասունները չվաններով կապեցեք ու սեղանին եղջյուրներին մոտեցուցեք։ Ուրեմն տեսնում ենք, որ չվաններով կապում էին եւ դրա մասին դարձյալ մի քանի տեղեր ենք տեսնում, ինչպես Աբրահամի համար, երբ կարդում ենք, որ Իսահակին տարավ զոհ անելու, դարձյալ կապեց նրան։ Նույն ձևով սիրելիներ, մենք պետք է մեր կյանքերը կապենք զոհասեղանին։ Ինչպես որ մեր հիմնական համարը, որը մեր բանավոր պաշտոնն է, ամենօրյա պաշտոնն է։ Ո՞րն է այսօր հավատացյալի զոհասեղանը։ Ո՞րն է այսօր հավատացյալի զոհասեղանը։ Հավատացյալի զոհասեղանը, սիրելիներ, եղավ Տեր Հիսուս Քրիստոսի խաչը։ Ինչպես որ Գաղատացիս 3:20-ի մեջ ենք կարդում, ինչ է ասում Պողոս առաքյալը, ես Քրիստոսի հետ ուր բարձացա խաչը եկա։ Ուրեմն պիտի մնամ այնտեղ, մենք պետք է մեր կյանքերը կապենք այս զոհասեղանին եւ այս զոհասեղանի վրա, որտեղ որ իմ եսը, իմ անձը պիտի թողնեմ եւ պիտի թույլ տամ, որ Քրիստոս ապրի իմ մեջ եւ հաղթական կյանք ունենալով նորից մեղքի մեջ չընկնեմ։ Ուրեմն սիրելիներ, մեր այսօրվա գլխավոր համարի մեջ Պողոս առաքյալը գալիս է աղաչանքով, գալիս է դիմում է, որ ամեն օր մեր անձերը թողնենք այդ զոհասեղանի վրա կապված, թողնենք եւ սպասենք եւ հարց տանք Տիրոջը. Տեր, ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Ինչպես որ Պողոս առաքյալը Կողոսացիս 4:3-ի մեջ ասում է, ես Քրիստոսի կապվածն եմ խորհուրդները հայտնելու համար։ Քրիստոսի կապված, Քրիստոսի բանտարկյալը։ Ուրեմն սիրելիներ, պիտի թույլ տանք եւ մեր ամենօրյա պատարակ մատուցվելը ցույց է տալիս մեր սրբացման կյանքը։ Սրբացման կյանքը մեկ օրվա բան չի։ Սրբացման կյանքը ամեն օրվա համար մեզ պետք եղած կյանքն է, որ պիտի ունենանք։ Սրբացումը Քրիստոսի նմանվելն ու աստվածային նկարագրի մեջ աճելն է։ Մինչև ասում է Քրիստոսի կատարյալ հասակին հասնենք։ Քրիստոսի մահվան մեջ ամենօրյա մասնակցություն ունենալն է։ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար։ Մենք էլ պիտի մեռնենք մեղքի համար։ Մեր անձերը պիտի մեռցնենք կամ մեռնենք Քրիստոսի համար, մեղքի համար։ Ուրեմն դրա մասին Տեր Հիսուսը շատ գեղեցիկ ձևով ասեց Մատթեոս 16:24-26-ի մեջ ենք կարդում։ Ինչ պետք է անի հավատացյալը, եթե ուզում ես Տիրոջը հետևես, պետք է անձը տուրանաս, եսը թողես խաչի վրա, խաչը վերցնես եւ ում հետևես, Տիրոջը հետևես։ Դժվարություններ, նեղություններ, տառապանքներ եւ ուրանալ անձը նշանակում է ոչ ասել մարմնին ու աշխարհին, ոչ ասել։ Եվ ինչպես որ Քրիստոս անցավ այդ դժվարությունների միջով, հալածանքների միջով, այդպես էլ մենք պետք է վերցնենք մեր խաչը եւ հետևենք իրեն իր անձը մեռնելու օրինակին։ Դժվար է, այս աշխարհի մեջ շատ դժվար է։ Երբ որ մեկին ասում ես թշնամուտ պետք է սիրես, մարդու մեջ հարց է առաջանում. ինչպես կարող եմ թշնամուտ սիրել։
այսքան տառապանք, այսքան ցավ, այսքան նեղություններ, բայց Տեր Հիսուսը ինքը սիրեց իր թշնամիներին։ Ովքեր էին Տեր Հիսուսին խաչողները, հռոմեացի զինվորները։ Ինչ ասեց Տեր Հիսուսը, երբ կարդում ենք Լեռան քարոզի մեջ, որ ասում է ներեցեք, ինքը գործնականով ցույց տվեց։ Հայր, ների դրանց, չեն հասկանում, թե ինչ են անում։ Արդյոք այսօր կարող ենք մենք այս աղոթքը անել։ Արդյոք կարող ենք մեր թշնամիների համար աղոթել։ Սա է սիրելիներ մեր ամենօրյա բանավոր պաշտոնը։ Ուրեմն մեր անձը կապենք խաչապայտի վրա կամ մեր զոհասեղանի վրա եւ թույլ տանք, որ Տերը գործի մեր մեջ։ Եվ Տեր Հիսուս նախքան Գողգոթա բարձրանալը Գեթսեմանի պարտեզի մեջ հետևյալ գեղեցիկ աղոթքը կատարեց Մատթեոս 26:39-ի մեջ ենք կարդում։ Հայր, ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թողնի։ Արդյոք այսօր գալիս ենք Տիրոջ առջև այսպես հարցնելով։ Արդյոք հարցնում ենք Տիրոջ կամքը մեր կյանքի համար։ Սա ցույց է տալիս, որ Տեր Հիսուս Քրիստոս իր անձը զոհասեղանին դրեց եւ գնեց մեզ մեր փրկությունն ու հաղթանակը մեղքի ու մահվան վրա ապահովելով։ Սիրելիներ, այսօր մենք պետք է թույլ տանք, որ Տերը իր կամքը կատարի մեր կյանքի մեջ։ Ինչ է Տիրոջ կամքը։ Բարի, հաճելի եւ կատարյալ։ Երբեմն պարագաներ են լինում, որ մենք չենք էլ հասկանում, բայց թույլ պիտի տանք, որ Տերը ինքը գործի մեր կյանքի մեջ։ Հին ուխտում մարդկանց մեղքի փոխարեն կենդանին էր զոհվում։ Կենդանուն բերում էին քահանայի մոտ կամ քահանայապետի մոտ եւ փոխարենը իրենց փոխարեն կենդանին պետք է զոհ լիներ այդ զոհասեղանի վրա։ Բայց այլևս հիմա մեր փոխարեն որպես գառնուկը, Հայր Աստծո գառնուկը, որ աշխարհի մեղքը վերցրեց, զոհվեց մեր փոխարեն Տեր Հիսուս Քրիստոսը եւ մեր փրկությունը ապահովեց հավիտյանս հավիտենից։ Նա մեկ անգամ պատարակվեց որպես մշտնջնավոր պատարակ։ Արդարը մեղավորների համար խաչվեց եւ զոհվեց։ Եվ մենք այլևս կարիք չունենք ուրիշ զոհերի, քանի որ մեր փոխարեն Տեր Հիսուս Քրիստոս զոհվեց, իր կյանքը տվեց եւ մեզ օրինակ եղավ, որ հիմա այդ զոհասեղանին մեր անձերը պիտի դնենք։ Ուրեմն զոհասեղան, որը ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսի խաչը եւ մեր նվիրված կյանքը։ Զոհը դառնում է հենց հավատացյալի անձը, որ ամեն օր պիտի զոհվի Տեր Հիսուսի համար։ Իսկ զոհը ընդունելի է լինում, երբ ամբողջությամբ վառվելուց հետո, այսինքն կրակի միջով պիտի անցներ կենդանու մարմինը։ Զոհը առանց կրակի չէր կարող անցնել։ Ղևտացիներ 9-րդ գլուխ 24 համարի մեջ հետևյալն են կարդում։ Ղևտացիներ 9:24։ Եվ Տիրոջ առջևեն կրակ ելավ ու սեղանի վրա եղած ողջակեզը եւ ճարպը այրեց եւ բոլոր ժողովուրդը տեսնելով աղաղակեցին ու երեսնուն վրա ընկան։ Ուրեմն զոհը ամբողջությամբ պետք է այրվեր, դրա մասին նաեւ կարդում ենք մնացորդացի մեջ, երբ Սողոմոն թագավորն է զոհմատություն եւ ամբողջ տաճարը Տիրոջ փառքով է լցվում։ Եվ ասում է, քահանաները չէին կարողանում ծառայություն անել, այսինքն Տերը ընդունեց։ Այսօր իմ եւ քո կատարած ծառայությունը, զոհը, երբ մեր մարմինները բերում են Տիրոջ առջև, արդյոք Տիրոջը հաճելի կերպով են գալիս, թույլ տալիս ենք, որ Տերը աշխատի մեր մեջ։ Եվ կրակը սիրելիներ որպես Սուրբ Հոգու խորհրդապատկեր պիտի թույլ տանք, որ ամեն օր մեզ մաքրի, սրբի, զտի եւ մեզ
ավելի փայլուն դարձնի Տիրոջ աչքերի առջև։ Մենք գիտենք, որ ոսկին կրակով է փորձվում, եւ ինչքան որ ոսկին կրակի միջով անցնում, այնքան ավելի փայլում է, այնքան ավելի զտվում է։ Ուրեմն թույլ պիտի տանք, որ Տերը Սուրբ Հոգիով մեզ գործի, մեր մեջ գործի, եւ այս գեղեցիկ աշխատանքը կատարի, որպեսզի չկերպավորվենք կամ չկերպարանավորվենք այս աշխարհի կերպարանքով, այլ ամեն օր մտքի նորոգությունով նորոգվենք, որպեսզի քննենք եւ հասկանանք Տիրոջ կամքը մեր կյանքերի համար։ Ուրեմն սիրելիներ, տեսնում ենք, թե ինչքան կարևոր է մեր անձերը Տիրոջ առջև։ Մարդու միտքը պիտի փոխվի իր ապաշխարության օրվանից սկսած։ Մարդու միտքը, երբ որ փոխվում է, այդ ժամանակ մեր մարմինը, մեր մարմնի անդամները, մեր աչքերը, մեր ականջները, մեր ձեռքերը եւ ոտքերը օգտագործում են եւ աշխատում են Տիրոջ փառքի համար։ Ինչպես որ տեսնում ենք Պողոս առաքյալը, երբ ժամանակին Սողոս էր, երբ ժամանակին Տիրոջն էր հալածում, բայց երբ Տիրոջը հանդիպեց, ինչ ասեց. Տեր, ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Սիրելիներ, թույլ պիտի տանք։ Թույլ պիտի տանք, որ Տերը գործի մեր մեջ։ Թույլ տանք, որ մեր սիրտը ու մեր կյանքը դառնան այսօր հոգևոր զոհասեղան, որտեղ որ Սուրբ Հոգին պիտի գործի, մաքրի եւ փոխի այն, ինչ հաճելի չէ Տիրոջը։ Պիտի գանք Տիրոջ առջև եւ այս աղոթքով պիտի խնդրենք, որ Տերը մեզ փոխի, մեզ իրեն նմանեցնի, մինչև իր կատարյալ հասակի հասնելը։ Թող Տերը օրհնի մեզ, Տերը զորացնի մեզ, մեր կյանքերը օրհնի եւ եկեք ոտքի կանգնենք եւ այս բաժինը աղոթքով արտանք։ Խնդրենք Տեր եղբորը, որպեսզի առջև գա, եւ աղոթքով վերջացնենք։